իրենք չպիտի կարողանան ներել։ Ամենասոսկալին գիտեք այդ պահն է, որ երբեք իրենք չպիտի կարողանան ներել, թե ինչու մենք չհավատացինք, ինչու Քրիստոսին հակառականեցինք, որ այս հիմա մենք խայտարակերով ամոթահար ենք լինում։ Եվ իրենց ամոթը, պատկառանքը, սոսկալի վախը, ահո սարսափը ավելի սաստիկ է, քան գեհենի կրակը։ Եվ պիտի ասենք, լեռներ մեր վրա ծածկեք, որպեսզի այդ փառքը չտեսնեն Քրիստոսը, բայց իրենք չպիտի տրվի։ Ամոթն ու խայտարակությունը իրենց երբեք չկերանա։ Եվ այս կարգով երկրորդ տեսարանը Քրիստոսի բոլոր սպասողները ինչ հրճվանք պիտի ապրեն, ինչ ուրախություն, ինչ ցնծում, որովհետև մանկությունից իրենց օրերը անցկացրել են Քրիստոսի սպասելով, փառքին, բատին պիտի արժանանան։ Եվ զարմանալին այն է, երբ երկրորդ շարունակությունը կտեսնեք, թե ինչպես է հավաքելու բոլորը Քրիստոսի մոտ, թե մեղավոր, թե արդար, արդարները վարձատրվելու համար, մեղավորները դատապարտվելու, պաշտպանելու համար։ Այս գլուխը մի սարսափելի բան է, որ յուրահատուկ գլուխ է, երկրակունդը Երուսաղեմի պատկերով պետք է կործանվի նույն գլուխը նկարագրում։ Թզենոց սովորեցեք առակը, որովհետև երբ նրա ոսկերը կապեն եւ տերը նրա ցցվի, կիմանաք, որ ամառը մոտ է։ Նույնպես եւ դուք, երբ որ այս բոլորը տեսնեք, իմացեք, թե մոտ է նա դռների առաջ։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այս սերունդը չպիտի անցնի, մինչև որ այս ամենը կատարվի։ Երկինքը եւ երկիրը պիտի անցնեն, բայց իմ խոսքերը չպիտի անցնեն։ Երկինքը եւ երկիրը պիտի անցնեն, բայց Քրիստոսի խոսքը պիտի կատարվի։ Ինչ պիտի կատարվի։ Այն, որ ինքը խոսել է, ու այս սուրբ գրքի մեջ ինչ որ գրված է, առ բար, կետ առ կետ, ստորապ կետ ու կետ, ամեն ինչ պիտի կատարվի։ Գիտեք, նախ կփափագեի, որ դու Քրիստոսի քաղցրությունը սերը ճաշակեիք ու իմանայիք, թե ինչ մեծ սիրով է մարդուն սիրում։ Մարդու մեղքը ոչնչություն է, որ ինքը իր կյանքն է տալիս, ինչ մեղքի հարց կա, միայն զղջումն է պահանջում ձեզանից։ Ապացուցեք, որ դուք ցավել եք ձեր գործերի վրա, ցավում եք եւ թույլ չեք տալիս, որ երկրորդ անգամ սխալ գործեք։ Սա է, որ Աստված ձեզ պիտի մեծարի։ Իրապես շատ խորն է, շատ բարձր է։ Երանելի է նրանք, ովքեր այս երկրի վրա Քրիստոսին սիրում են, ինչպես ինքն է մեզ սիրում։ Նրանք թող համարեն, որ իրենք երկրի վրա ավրած պահին են արքայության մեջ են։ Եվ այդ սերն է, որ ձեզ պիտի եւ քաջություն տա, եւ սխրանք, եւ համբերություն, եւ հարատեվություն, եւ մաքրություն, սրտի մտքի պայծառություն, փոխանդակը սիրուց է գալիս։ Սեր երբ մարդու վրա իջավ, ոչ մի աղտ չի կարող մնալ մարդու մեջ։ Ուրեմն ամեն ինչ գալիս է սիրու պակասից։ Եթե մենք բոլոր սրտով Աստված սիրենք, անհնարին է, որ մեր մեջ աշխարհն ու մարմինը գործեն։ Կդադարի ամեն ինչ, կգործեն միայն հոգին։ Խաղաղությամբ կտանեք ամեն ինչ։ Այս է, որ Աստված պահանջում է մեզանից, որ մենք լինենք իսկապես իր հարազատ սեփական որդիները, ժառանգորդները, իր այրանգինը։ Գիտեք, ինչ սոսկալի բան է, երբ որ մարդ մեկի համար չարչարվում է, հանկարծ ապարդուն է լինում։ Ինչ սոսկալի բան, երբ որ մայրը սպասում է իր որդու ծննդյան, հանկարծ ծնվում է մեռած։ Ինչ ցավ պիտի ապրի։ Նույնպես այն քրիստոնյաները, որոնք երկրավոր կյանքի մեջ ապրում են որպես անունը քրիստոնյա, բայց մեռած գործերով, եւ դատաստանի ժամանակ դուրս են գալիս մեռած։ Այս է սարսափելին, դրա համար կենթանի եղեք, կենթանացրեք ձեր հոգին, մաքրեք ձեր խճմրանքը, իրար նկատմամբ խիստ ներող եւ համբերող եղեք, մաքուր հոգով իրար սիրեք։ Դա ապացույց կլինի, որ դուք Քրիստոս եք սիրում։ Մեր Աստվածը ձեր մեջ կբնակվի այն ժամանակ, երբ որ իրար սիրեք, սրտանց ներեք եւ սիրեք։ Բայց այդ օրվա եւ ժամվա մասին ոչ ոք չգիտե, ոչ երկին քերեշտակներ եւ ոչ էլ որդին, այլ միայն Հայրը։ Եվ ինչպես Նոյի օրերին էին, այնպես պիտի լինեն մարդու որդու գալուստը։ Որովհետեւ ինչպես որ ջրհեղեղից առաջ եկած օրերն էին, երբ ուդում էին եւ խմում, կին էին առնում եւ մարդու էին գնում, մինչեւ այն օրը, երբ Նոյը տաբանը մտավ։ Ու նրանք բան չիմացան, մինչեւ որ ջրհեղեղը եկավ ու վերցրեց տարավ բոլորին։ Այնպես պիտի լինի մարդու որդու գալուստն է։ Այն ժամանակ, եթե դաշտի մեջ երկու հոգի լինեն, մեկը պիտի վերցվի եւ մյուսը պիտի թողնվի։ Եվ եթե երկու կին աղան մի երկանքարի վրա, մեկը պիտի վերցվի եւ մյուսը պիտի թողնվի։ Արթուն կացեք, որովհետեւ չգիտեք թե որ ժամին կգա ձեր Տերը։
Այս իմացեք, թե տանոտերը գիտենար, թե որ ժամին գողը կկա, կհսկեր և չեր թողնի, որ իր տունը ծագեն։ Դրա համար դուք էլ պատրաստ եղեք, որովհետև այն ժամին, երբ չեք սպասում մարդու որդու գալը, որ կգա։ Հիմա Քրիստոս այստեղ մեզ ճիշտ զգուշացնում է, ժամանակը ցույց չի տալիս, թե երբ պիտի գա։ Ինչպես մի քիչ առաջ օրինակ ասենք հայրենիքի մեջ, որ երբ մարդիկ ժամանակը չգիտեն, ավելի զգաստ են լինում, արթուն են լինում, պատրաստ են լինում, ակնկալությունը մեծ է լինում, թե հա հիմա պիտի գա Քրիստոս։ Եվ ոչ ոք չգիտե ասում է Քրիստոս։ Այս խոսում է, որպեսզի երբեք մարդիկ ապահով չլինեն, որպեսզի չուտեն, չխմեն, ասեն, հա լավ, կգա, այս ինչ ժամանակ, այն ժամանակ կաբաշխարեք։ Այդպես բան չկա, մարդու մահը ակնթարթի վրա է, մազից է կախված մարդու կյանքը։ Դրա համար միշտ պատրաստ պետք է լինեք, որ վտանգի պահին ձեզ վտանգը չհասնի։ Երբեք չեմ մոռանում, մշտապես աչքիս առջևն է Սուրբերի վարքերի միջից կարդացած մի դեպք, շախտում աշխատում են մարդիկ, ուրեմն մեկը դրանց մեջ խիստ պատրաստ է լինում, հոգով մաքուր է լինում։ Հոգով ինքը տեսիլքով տեսնում է, որ շախտը պետք է փլվի եւ պիտի մարդիկ մնան տակը։ Մեկին ինքը ընտրում է, ասում է եղբայր, այսօր թույլ ես իջնեմ կփոխարեն։ Ինձ զարմանք, ինձ զոհաբերություն։ Ինքը Աստծո կողմից ընտրված անձողոքի է լինում։ Եղբորը թույլ չի տալիս իջնի շախտը, որպեսզի մահով ավարտվի, քանի որ ինքը պատրաստ է, հաղորդություն է ստացած, ամեն ինչը պատրաստ, գնում մտնում է շախտը եւ շախտը փուր գալով իր հերթին ինքը հոգին ավարտում։ Բայց սա կորուստ չի գնում, ասել եղբայրներ եւ քույրեր։ Կորուստ չի գնում, ուղիղ փրկության է ընթարկում։ Այսպիսին են բոլոր քրիստոնյաները, բոլոր, որոնք Աստծո հոգին ունեն։ Աստծո հոգի ունեցողը միշտ փափագում է, որ ինքը պատճառ լինի ուրիշի փրկությանը եւ ոչ թե ձախողման։ Ուրեմն մնացողը ապաշխարվելով կրկին մաքրվում ու նոր է հոգին ավանդում։ Տեսեք, անցած անգամ ասին կրկին նորից կրկնում եմ։ Եթե ձեզանից որը մեկի փրկության պատճառ է լինում, վստահացեք, որ ձեր հոգին փրկության ենթակա է։ Արդեն ձեր հոգին փրկված, եթե որը մեկին փրկության պատճառ եղաք, ձեր հոգին նրա դիմաց արդեն փրկված է։ Եվ այս կարգով էլ իմացեք, որ միշտ աշխատեք մեղավորներին խիստ մեծ սիրով ներել եւ սիրել։ Եթե դուք չեք ներել եւ սիրում, Աստված ձեզ չի կարող ներել եւ սիրել, որովհետեւ դուք տվեք եւ պիտի ստանաք։ Եվ այս է, որ Աստված պիտի մեզանից պահանջի, թե ինչ է կարի երկրի վրա։ Այս կրթությունները, որ դուք ստանում եք, 1000 անգամ ներողություն իմ տգար ու ոչինչ համարվածից մի համարեք։ Այս բառերը, որ լսում եք, Աստծո խոսքերն են, որ ես միայն հասարակ իմ նախկին անունը Սիմոն է, որ նշանակում է Աստծո ծառնող մարդկանց տվող։ Եվ այս բառն էլ ձեզ ասում է, որ ես ինձանից ոչինչ չունեմ։ Միայն այս գիտեմ, որ հոգին ունեմ, որ Աստծո հոգին է։ Եվ այդ հոգով էլ զգում եմ, որ եթե ձեզ հաճելի է այս խոսքերը, աշխատեք ձեր հոգու մեջ հաստատել, ապրեն այնպիսի կյանքով, այնպիսի վարքով, այնպիսի կենցաղավարությամբ, որ վերջի օրը չամաչեք Աստծո առջև։ Համարձակ դուրս գաք։ Աստված պիտի ձեզ բոլոր գործերը քննի։ Եվ ամեն վարքյան եթե ձեր գործը երբ որ բարի լինում, աջ կողմն է բարձանում, ողորմության դադին է ներկանում ձեր բարի գործերը, երբ չար գործեր եք անում, ձախ կողմն է բարձանում ձեր դատաստանը, որն է արդարության դատաստան։ Աջ կողմը ողորմության դատաստանն է, որ ոչ մեկը չեն կորչում, ձախ կողմի բարձացածը մեղքերն են, արդարության դատաստանից չի խուսափելու եւ երբեք չի փրկվելու արդար դատաստանից։ Դրա համար աշխատեք միշտ սուրբերի աղոթման անել։ Տեր իմ Հիսուս Քրիստոս, արդարությամբ մի դադեր ինձ, այլ գտությամբ կքավիզես, Տեր իմ Հիսուս Քրիստոս, Սուրբ Աստված, Սուրբ Եվզոր, Սուրբ Եվամա, որ խաչեցավ վասներ, ողորմեմ ես։ Ամեն։ Իսկ ով է այն հավատարիմ եւ իմաստուն ծառան, որին իր Տերը իր ծառաների վրա կարգեց իր ժամին կերակուր տալու համար նրանց։ Երանի այն ծառաներին, որին Տերը գալով իր կգտնի այնպես արած։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ նրան կկարգի ամբողջ ունեցվածքի վրա, իսկ եթե չար ծառան իր մտքում ասի, իմ Տերը ուշանում է, եւ սկսի իր ծառայիչներին հարվածել եւ հարբեցողների հետ ուտել ու խմել, եւ այդ ծառայի Տերը գա այն օրը, երբ
չէր սպասում, եւ այն ժամին, երբ չէր իմանում, նրան կսպանի եւ կեղծավորների վախճանին կաժանացնի։ Այնտեղ կլինի լանց եւ ադամների կրճտում։ Ուրեմն ներեկես մի քիչ բացատրություն անեմ, ասում է, երբ որ Տերը գա, միտեղ եթե երկու կին քար են աղում, գիտեք չէ, երկան քար են աղում, այդ երկան քարի աղացողների մեկը արդար ու մաքուր սուրբ է, մեկին պիտի վերցնի, մյուսին պիտի թողնի։ Հիմա արդարը, որ ինքը մաքուր է, իր հոգին, որ Աստված վերցնում է, իր համար է վերցնում։ Ардոնություն չունի այդ սուրբ մաքուր հոգին, ասե Տերին, այս իմ քուրոջս հոգին էլ վերցնում։ Այնտեղ բարեխոսություն չի անցնում, այս է նշանակում։ Կամ երկուսը ինչ որ հանդում են, կամ անգողնում պարկած են, կամ հոգևոր եղբայրներ են իրար կողք ետեն։ Հիմա ինչքան է շատ սիրի, չի կարող ասել, ով Տեր, սրա հոգին էլ վերցնում։ Ի վիճակի չէ, որտեղ Աստված չպիտի լսի նրան, եւ դրա համար ասում մեկի պիտի վերցնի, մյուսը պիտի թողնի։ Այստեղ իմացվում է, որ բոլորս էլ զգաստանանք ու մեր անձն ու հոգին մաքուր պահենք։ Սա է մեր Աստծո պահանջը։ Այո։ Եվ երկրորդ, նորից զգուշացնում եմ, եւ ով է այն հավատարիմ եւ իմաստուն ծառան, որ իր Տերը իր ծառաների վրա վերագացու է կանգնեցնում, ասին հոգևոր հայրը, քահանա, վարդապետը, եպիսկոպոսը, իր ծառաների վրա վերագացու կանգնեցնել, որպեսզի ժամանակին սնունդ տա։ Ինչ սնունդ դա հոգևոր նմանավոր։ Հոգևոր սնունդ։ Որպեսզի ժամանակին լավ իմանալով իր կարգն ու ձևը, իր դիրքն ու կարգ իմանալով սխալ չգործի, որպեսզի փրկության սավակ ու ժառանգ դառնա։ Իսկ այն ծառաները, որոնք թուլանում են իրենց գործի մեջ, իրենց պարտականության մեջ թուլանում եւ ծուլանում են, չեն կամենում իրենց պարտականությունը կատարել, ու ասում են, որ իմ Տերը կուշանա, սկսե ուտել խմել արբեցողների եւ գերո խմողների հետ։ Ապա նրա Տերը կգա, կսպանի նրան եւ դավաճանների 15 կդասի, ուտող խմող արբեցող մարդկանց 15 կդասի։ Թեգուս ավադացյալ, բայց մեղավոր։ Եվ ոչ մի մեղավոր չպիտի փրկվի, եթե զղջում եւ բարեգործություն չունի։ Դրա համար զգուշացեք երեխեք ջան, ձեր բոլոր օրերը, ձեր բոլոր վայրկյանները, ձեր բոլոր կյանքը այսօրվանից նվիրեք Քրիստոսին, որպես թե դուք արդեն եւ իսկ այսօրվանից երկրի բնակիչ չեք, այլ երկնային մարդիկ եք, երկրի վրա հյուր։ Երկնային կյանքով պիտի ապրեք, երկրի վրա որպես հյուր։ Չեմ ասում բոլորովին այնպես, որ ասեն, հա, այս մարդը կորցրել է։ Այո, իսկապես բոլոր սուրբերը երկրի բոլոր մարդկանց համար հիմար են։ Ինչու՞։ Քրիստոս ասում է Աստծո ծառան երկրի վրա հիմար է մամվում, բայց աշխարհի իմաստուն Աստծո առջևն է հիմար երևում։ Հիմա լսում եմ հարություն ջան։ Ես այստեղ դուք կարծում եք այդ երկրի համար զգաստ լինելու մոմենտը։ Ինձ հարց առաջացավ ուղղակի, արդյոք բան մարդը որ այդպես բուդդիզմը որ ասում է, որ մարդը նորից է հոգին անմահ է, արդյոք վախի բանը չի։ Չէ, մինուտ ասեմ։ Մենք սուրբերի սուրբ ունենք, Եղիագի սուրբ ունենք, Գրիգոր Տաթևացին, որ վարդապետների վարդապետն է։ Եվ ինչպես է նկարագրում, անցած անգամ կարծեմ շոշափեցինք այդ հարցը։ Պետք է նորից շոշափենք եւ ավելի պարզ լինի։ Հիմա պարզ, հստակ ու ջինջ խոսք։ Առաջին մարդը ծնվեց, ստեղծվեց, Ադամը ստեղծվեց, Եվան ստեղծվեց, Կայենը ծնվեց։ Հետո այդ Կայենի հոգին որտեղից եկավ, եթե ուրիշ հոգին պիտի մարդու նորից վերականգնի։ Ապա Աբելի հոգին որտեղից եկավ։ Ուշադրություն։ Երբ Աստված ստեղծեց ամեն ազգ ու ցեղ կենդանիները, հիմա սրանց բոլորի ծնունդ եւ աճը ամեն մեկին իր մեջ է։ Ծառը, դարե շարունակ այդ ծառը կա, բայց իր սերմը իր ծառի մեջ է։ Բոլոր բույսերը, բոլոր կանաչիները, ինչ որ տեսնում եք ամեն մեկի սերմը իր մեջն է։ Նաեւ մարդու սերմը իր մեջն է։ Դուք գիտեք ինչ ահավոր վիթխարի բանը մարդու կառուցվածքը։ Մարդու մտքի սահմաններից վեր բաներ։ Եթե երկրագնդի ծավալի չափ մի գլուխ պատրաստեն, որ մարդու կարողությունը ինչքան որ կա, մարդը կարողանա այնպիսի բան ստեղծել, որ մարդու կարողությունը ինչքան մեծ է, այդպիսի մի գլուխ պատրաստի երկրագնդի չափ պիտի լինի, առնվազն ոչ պակաս, որ կարողանա այդ ամեն մի արարողությունը, գործողությունները, որ մարդու ուղեղի մեջ կա, կարողանա զետեղել երկրագնդի չափ մի գլխի մեջ։
ուրեմն մարդու կարողությունը շատ բարձր է։ Մարդը հենց ինքը երկիր է, հենց ինքը մարդը երկիր է, պատկել է, ոչ մի տարբերություն չունի։ Դրա համար ոչ մի անգամ մի հավատացեք, որ մարդը հոգին պիտի նորից գա, պիտի մտնի մեկի մեջ, ու այդ մարդը պիտի ծնվի, նորից պիտի մաքրվի, բան գոյություն չունի։ Մեկ անգամ մարդու ծնունդը, երկրորդ անգամ հարությունը ու անվերջություն։ Եվ դրա համար երեք հավիտենականություն գոյություն ունի, ուշադիր։ Հավիդյան, հավիդյանս, հավիդենիցը։ Հավիդյանը մարդու ծնված օրվանից մինչև իր մահն է։ Լինի մեկ օր կամ մեկ դար կամ 1000 տարիներ։ Հավիդյանս մահից մինչև Քրիստոսի գալուստն է։ Լինի մեկ օր կամ միլիոն դար։ Նա նշանակություն չունի։ Երրորդ հավիդենիցը վախճան չունի Քրիստոսի գալուստից հետ անվերջություն է։ Իր ծննդյամբ մարդ մարմին առավ եւ հավիդյանի մեջ մտավ։ Երկրորդ հավիդյանս ու հավիդենից պետք է ասել։ Եվ այս կարգով էլ բովանդակ մարդկային ազգը այս երեք հավիտենականությունների մեջ պետք է ապրի։ Անհնարին է։ Հիմա հնարավոր չէ որ մարդու հոգի մեկ դուրս գա։ Ինչ կարիք կա։ Ուրեմն թե որ այդպես է, հավիճուկներ այդպես պետք է լինի, բոլոր թշնամիները պետք է լինեն։ Այս բան գոյություն չունի։ Ամեն մեկի ծնունդ իր մեջն է։ Մի հավատացեք, դրանք մոլորեցուցիչ դիվային կրթություններ են եւ ավելի շատ մարդկանց դեպի կորուստ են պատճառում, քան թե օգտակար լինեն։ Տեսի մոլորեցուցիչ կրթությունները լավ է որ խուսափեն, հեռու մնան։ Դրանք մարդուն իրապես հեռացնում են ճշմարտությունից։ Մոլորեցնում են։ Այո։ Իսկ այդ ուշակողներ եղել են տարերի ընթացքում։ Հիմա էլ չկան, հիմա էլ կան։ Ասենք նախարարդամուս։ Հիմա բան ես ուշադրի։ Դու օրինաց մեջ կարդում ես 11 կերպի բախտագուշակներ կան, վհուկներ, կախարդներ, քյադագներ, որոնք գարենգեջության, հավահարտության, դիվահարտության, զանազան տեսակի 11 կերպի կախարդություններ են, դիվային հնարքներով գուշակություններ են անում։ Դրանք մեր Սուրբ Հայրը Գրիգոր Տաթևացին ասում է սատանայի մարգարեներն են։ Նրանց հավատացողները եւ իրեն գեհենի որդիներ են։ Նրանց հավատացողները եւ իրեն գեհենի որդիներ են։ Չհավատանք այդպիսների, որտեղ արդեն եւս նրանց հավատալը եւս մեղք է։ Հիշեք, Սավուղը, երբ որ ծանր վիճակի մեջ ընկավ, գնաց ու մոտ, վհուկի մոտ գնաց։ Եվ հանգարց ասեց Սամվելի հոգին, բայց դրան երևույթներ իսկապես եթե կախարդը եթե կարողանար Սամվելի հոգին անել, ինքը գիտեր որ Սամվել հենց վեր կեցավ ամիջապես իրամից սպաներ։ Դրանք երևույթներ էին, ոչ իրականություն։ Հասկացաք հիմա Սամվելի հոգին, Մարգարեի հոգին, դա հնարավոր չէր որ ներկա լիներ։ Եթե նրան հարություն տար, ապա ամիջապես իրան կսպաներ։ Երևույթներն են դրանք, ինչպես Տաթևացին են։ Պետք է խուսափել այդպիսի բաների հավատալ։ Որ արցնե որտեղ գեշն է, այնտեղ հավաքվում են արձիվները։ Տեսեք ինչու է նմանեցնում իրեն, ցածրացնում է իրեն, նսեմացնում է, գեշի է նմանեցնում, սուրբերին էլ արձիվ է համարում։ Որտեղ որ գեշն է, այնտեղ պիտի հավաքվեն արձիվները։ Դադաստանի ժամանակ բոլոր սուրբերը նույն կարգով եւ զորությամբ ինչպես հրեշտակները մտքարագությամբ տեղից են տեղափոխվում, հարության պահին սուրբերը պետք է այդպիսի զորություն ստանան։ Եվ իրենց կամքով, իրենց փափագով պիտի Քրիստոսի մոտ ներկայանան։ Իսկ դրա հակառակը նաև մեղավորների դևերը պիտի քաշտան բերեն։ Իրենք մեղավորները կարողություն չունին դերեստեր շարժվելու։ Հսկա մեծ բլուրի նման մարմիններ են ունենալու, ցավի ենթակա, սոսկալի ցավի ենթակա եւ դերեստեր շարժվելու կարողություն չունեն։ Նրանց պետք է մեղավորներից սատանաները դևերը քաշեն տան։ Դե արդար դադար սրան դադիր որտեղ ինձ ծառայ, քեզ չի ծառայել։ Պահանջելով իրենը, հասկացաք հիմա։ Սուրբերը 10 օր առաջ պիտի հարություն առնեն, 10 օր առաջ, իսկ սուրբերի 10-երը պետք է վերանան, որից հետո մեղավորները պիտի քաշտան, տրվեն արդար դադավորի առջև։ Այս կարգով է որ ասում են, որտեղ որ գեշն է, այնտեղ պետք է հավաքվեն արձիվները։ Եղավ։ Մինչև այս բոլորը կատարվի։ Սերունդը հրյաների մասին է խոսքը։ Ուրիշ հարց ունեք,